Ջահել տղայիմ 73 տարեկան։ Ես զբաղվում եմ բուժական մեղր արտադրելով, մենակ ինձ համար, ես չեմ վաճառում դա, մի քանի ընկերների տվել եմ շագանակագեղձի բուժման համար, ուրիշ հիվանդությունների համար, ստեղծում եմ այդ մեղրը հակաբորբոքային հիվանդությունների համար, մեկը սրտանոթային հիվանդությունների համար, ես ուտում եմ սրտանոթային հիվանդության մեղրը ամեն օր, ուտում եմ, որ ապրեմ, հիմի ասենք 73 տարեկան եմ, գոնե 120-130 տարի ապրեմ բոլա ինձ, այդքանի համար եմ ուտում այդ մեղրը։ Ինչքան գույք ունեմ, 10 զդարել ուրիշ տեղեր ունեմ որ։ Մեղրաքամանոցն այս սենյակը, հիմի այս ռամկեքը երկրորդ հարկերը, ձմեռանոց ենք դրել, հեսա որ տնենք ընդեղ, սա կտարնա արդեն մեղրաքամանոց։ Նայել եմ, սաղին նայել եմ, ստուգել եմ, բայց հիմի նոր հարկել եմ վրա նոր այս պետակների վրա գրեմ եմ, ինչա վերին գրած, ինչա կերը կա, ռամկեկը կա, ձվարգությունը ես ինչ է դրանք եմ ստուգում։ Մեղվաբուծության համար, մեղուների պաշտպանության համար ես ինքնուրույն բուժական դեղ եմ սարքում, դրանով սրսկում եմ, բուժումը կատարում եմ, աշնանը նոր դեղով, շավելային կիսլատա, դրանից վառում ենք, ծխով բուժում ենք։ Երբեք չեն հիվանդացել ձեր։ Ես չեմ թողում հիվանդանալ, ուրիշ հիվանդություններ չեմ ունեցել, 4 գնահատական եմ դրել։ Նրանը 5 գրամ կա, 4-ից հանած, մի բանը պակասա ձվարկությունը, դրանը 6 թոփ, դրանը 6 վերջի գնահատականը 5 երել ունեմ, բայց ես այդպես գնահատական 5-ի գերազանցն է այսինքն։ 5-ը արդեն լավ ձվարկած է, արդեն երկրորդ հարկի հիմար պատրաստված, բայց հլա թեժ չէ, հունիս ամս ցույց տամու կկծե, արդեն կկծե, եթե գրանցում ամեկը ուզում սովորի, ամսի 20-ին, 21-ին այդ ժողով ունենք, նախարարությունը մեկը հնկնայի, այնտեղ մի հատ ելույթ կունենամ, ես ներկայացրել եմ ժողովրդին։ Սա Հայաստանի մեղվաբույծները հիմնական ինձ ճանաչում են, սա հետո ծանոթում։ Սա Եղևնու վերաջներն է, Եղևնու, սենց ձեթի մեջ հավաքել եմ, թրջել եմ, ես պլանկեքը մեջ լցնում եմ, ամեն պետագի մեջ 2 հատ, 3 հատ ռամկա եմ կախում, նայած մեղրի բանի շրջանակների քանակը, սենց արանքներ են կախում եմ, այդ բուժումը լրիվ սաղտարին, մինչև մեղրաքամը անում եմ, ձակատենտ կարում եմ անեմ, մայրահանություն կարում եմ անեմ, մինի նիկլոսներ ունեմ, նրանց մեջ քիչ մեղուներով տնեմ եմ, մեղուները բեղմնավորում են, օգտագործում եմ։ Մեղվաբուժության, մեղվապահության մեջին ինձ թվում ամեն ինչը գիտեմ։ Ինչքան եկամուտ եմ ստանում, այնքան ծախսում եմ, այնքան չէ, նրա կեսը, այն կեսն է տանն ենք ծախսում։ Ամեն ինչ գործիք ունեմ, այնքան գործիք ունեմ, մոռանում եմ, էտել ունեմ, թե էտել է, պետք է էտել, պետք է դա գործիք եմ առնում։ Սա ռուշնոյա, ծերով, պետտովիա 4 լիղանոցա, են էլ 2 հատ ունեմ ավտոմատ։ Սենց եմ անում, ես տակիններ էլիս ես տնեմ եմ, մխում եմ։ Ռամկեն շինում եմ, մոմաթերթը շինում եմ։ Քանի պետակ ունեք հիմա։ Հիմա 160 պետակ։ Ջահել տղայիմ 73 տարեկան։ Ես զբաղվում եմ բուժական մեղր արտադրելով, մենակ ինձ համար, ես չեմ վաճառում դա, մի քանի ընկերների տվել եմ շագանակագեղձի բուժման համար, ուրիշ հիվանդությունների համար, ստեղծում եմ այդ մեղրը հակաբորբոքային հիվանդությունների համար, մեկը սրտանոթային հիվանդությունների համար, ես ուտում եմ սրտանոթային հիվանդության մեղրը ամեն օր, ուտում եմ, որ ապրեմ, հիմի ասենք 73 տարեկան եմ, գոնե 120-130 տարի ապրեմ բոլա ինձ, այդքանի համար եմ ուտում այդ մեղրը։ Այս տարածքը օրգանական տարածք է մաքուր, այս մեղրը մեր տանիցը մենակ սպիտակցիները 90% սպիտակցիները գալիս են տանիցը, բանկեքը բերում են տանը վետնեմ, լցնում են, գերնում են, տանում են 5000 դրամով։
Երևան մենակ աղբորս տուն եմ տանում, աղբորս մեր զամի, քենու, ես իմում համար այդքան է, ուրիշ տեղ մեղր չենք վաճառում մենք։ Բուժականը բարդ է, ասենք սա մեղերը ստանում եմ, վաճառում եմ 5000 դրամով, բուժական մեղերը առնվազն կլի 10-12 000 դրամ։ Դրանց ցանկն էլ ունեմ, կարամ ես ասեմ, ասենք կռատուկնա, շաուելնա, այդպես ամեն բուժական մեղրի մեջ մի 10 տեսակի բույսերի քանակի ավելացում է։ Բնությունը մենակ օրգանական տարածք է, ծառերը օրգանական են, բույսերը օրգանական են, տարածքները սրսկում չկա, ցանովի արդեր չկա, բան չկա, որ սրսկումներ անում։ Արաճան դաշտեն տանեմ, բերում են մեղուներից սատ կողալը, հանք չողալը, նոյեմբերյան են տանեմ, գալիս են բողոքում են, թե մեղուներն ասենց փչացան։ Ստեղ ոչ մի մեղվի անկում չեմ ունեցել, էլի ինչ ասեմ, դրանից ավելի ինչ ասեմ ես։ Սա լապիտոմիկն է։ Մեղուները ստեղ են, սենց փեթակներով, որ բան ալեմ, սետկեք եմ տնեմ, տեղից օթերը դուսակալի, մեղվի ձայնը օթը դուսակալի, ստեղ պարկում են, հանգստանում են։ Մեղվի հոտը ձայնը, բեժջոց է, մեկ էլ ակնամոմի հոտը, շորերը ակնամոմը տնեմ ենք, մեկ իչ հոտերը շատանում է մարդ հիվանդության համար։ Ակնամոմը բոլոր բանի հիվանդությունների վրա ազդեցություն ունի, բուժական ազդեցություն ունի։ Այդ ակնամոմի հոտը հենց թոքային բանի հիվանդություններին ազդում է։ Եկեք խմենք, թափ խմենք, գազը ունենք, այդ բալոնով գազով առում ենք, այստեղ գազով առում եմ, եկեք։ Կասեք կեսը դանան, փետակների վրա շոր ենք տնեմ բանը, ինչով անենք, կարեմ եմ տնեմ։ Եկ հատ կարի մեքենա ունեմ։ 10-15 կիլո եմ կամում, հաշվում եմ, ասենք կամում ենք մեղերը հաշվում ենք, քանի մեղ ունեմ, հակաքաղցկեղային բուժումի համար որոշ արմատներ ենք օգտագործում, բան, դրանք աղում ենք, մեղրի մեջ խառնում ենք, տնում ենք մեղվանոցը, մեղուն քաշում է, էդ էլ